Առողջապահության նախարարության և հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կազմակերպությամբ, ինչպես նաև Սամցխաջավախ Կինինոց Մինդայ մունիցիպալիտետի հանրային առողջապահության կենտրոնի և մունիցիպալիտետի քաղաքապետի աջակցությամբ հունիսի 15-ին իրականացվել էր լայնամասշտաբ սկրինինգ։ Քաղաքացիներին ամբողջովին անվճար տրամադրվել էր հետևյալ հետազոտությունները։ Сегодня у нас в нашей клинике проходит скрининг на выявление таких серьезных заболеваний, как рак молочной железы, рак шейки матки, на выявление таких серьезных заболеваний, как гепатита Б, гепатита С, СПИДа. Значит, данная акция, она организована Министерством здравоохранения при поддержке Национального центра по контролю заболеваний. На местном уровне, в организации и проведении данной акции нам помогает мэр госпожа Анивард Мусоян. И, как всем уже понятно, организовываем мы, Центр здравоохранения и все врачи нашей клиники. С утра все наши жители активны. Огромное спасибо. Наконец-то все поняли, что скрининг – это один из важных этапов. Тот, кто даже не зарегистрирован, если прямо сейчас вы это все покажете в эфире, кто не зарегистрирован, пожалуйста, приходите, до последнего пациента будут обслуживать. Специалисты приехали из Тбилиси, так что я рада. Ակցիայի շրջանակում քաղաքացիները հնարավորություն են ունեցել անվճար անցնել կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգ, ինչպես նաև հեպատիտ B-ի և C-ի, միավ վարակի և հիպերտեզիայի հետազոտություններ։ Սկրինինգը ներկայացնում է շատ կարևոր և ինֆորմատիվ պրոցես։ Սկրինինգի շնորհիվ մենք կարողանում ենք ավելի վաղ էտապին հայտնաբերել ուռուցքաբանական շատ հիվանդություններ։ Այսօր մենք կոնկրետ մեր հիվանդանոցում անցկացնում ենք 3 տեսակի սկրինինգ, մեկը ինֆեկցիոն հիվանդությունների տեսանկյունից է հեպատիտ շիցը, այվ ինֆեկցիան, երկրորդը անցկացնում ենք արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերված սկրինինգը և երրորդը կաթնագեղձերի սկրինինգն է։ Շատ ուրախ եմ, որ այսօր մեր բնակչությունը թողել են, այսպես ասենք, իրենց գործերը եկել են ուշադրություն դարձնելու իրենց առողջությանը, որովհետև հավատացեք, հիվանդության ինչքան շուտ հայտնաբերենք, այս կամ այն հիվանդությունը, հետևաբար ավելի շուտ կսկսվի այդ հիվանդության բուժումը ու իհարկե բուժման էտապները ավելի կենթանան եւ ավելի լավ արդյունքներ կունենանք։ Ինչպես սկրինինգը ուզում եմ նշել, որ մենակ ամեն դեպքում ուռուցքաբանական հիվանդություններին չվերաբերենք, էլի ցանկացած հիվանդության դեպքում վաղ հայտնաբերելը բուժման լավ արդյունքների սկիզբը կլինի։ Да, и самое главное, профилактика – это залог здоровья. Հետազոտություններն իրականացվել են տեղում որակավորված բժշկական անձնակազմի կողմից։ Ծրագրի նպատակն է նպաստել հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, բարձրացնել բնակչության իրազեկվածությունն ու խթանել կանխարգելիչ բժշկության զարգացումը։